images with a Polaroid lift technique. Իմ նախագծերի մի մասը ստանդարտ տպագրություններ են, բայց ես մի քանի լուսանկար արել եմ նաև Polaroid lift տեխնիկայով։ Դրա համար օգտագործել եմ գյուղատների տանիքների կղմինդրի կտորներ։ Դրանց վրա տեղադրել եմ իմ արած դիմանկարները, արժևորելու այդ տանիքների տակ ապրող մարդկանց։ Լեհ լուսանկարիչ Մատեուշ Կաչմարեկի կղմինդրի վրա տպագրած լուսանկարներում դեբեցիներն են, ժպտերես ու հյուրընկալ, այս եւ մոտ 6 տասնյակ այլ աշխատանքներ ցուցադրվում են Դեբեդի փողոցներում, Թարմ Օդ Art Residence ծրագրի շրջանակում։ Բնակավայրը 10 օր շարունակ ստեղծագործական հանդիպումների հարթակ էր, սա ավարտական ցուցադրությունն է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Դեբատուն հյուրատան եւ զարգացման սերմեր հասարակական կազմակերպության գործակցությամբ իրականացված ծրագիրը համախմբել էր 12 լուսանկարչի Հայաստանից եւ արտերկրից։ Նրանք բացահայտել են լորին, մարդկանց, բնության ու մշակույթի միջոցով։ Մասնակիցների առաջին գործառույթներից մեկն էր, որ տարածաշրջանի բնության եւ վանական համալիրների կոթողներին նկարահանումներից ելնելով պետք է այդ ամեն ֆոտոները անեն եւ լուսաբանեին սոցիալական հարթակներում եւ օգտագործեին հատուկ հեշթեգեր, որով ունենային լայն տարածում, քանի որ Լոռու մարզի նկարները բավականին հին էին, սա եւս լավագույն միջոցն էր, որպեսզի մենք թարմ օդի շրջանակներում ունենայինք թարմ լուսանկարներ Լոռու մարզի վերաբերյալ։ Ծրագրի մասնակիցները շրջել են Լոռու պատմամշակութային վայրերով, մասնակցել մասնագիտական քննարկումների, հանդիպել տեղի բնակիչների հետ եւ ամեն ինչ ամրագրել լուսանկարներում։ Հետաքրքիր բանն է, որ ամեն մասնակցող շատ տարբեր բան ունի, ոչ, ստայլ, շատ տարբեր են եւ իրանց անձնական ոճը ցույց երավում է, ասենք Մաթեոսը ինչա նկարում, Մարիան, որ շատ portraiture դիմանկարներ անում, ինքը շատ լավ է, ինքը տարբեր ձևա նկարում, այդ հետաքրքրությունը է, որ ամեն մեկը իրանց անձնական կարողությունները ցույց են տալի այս ցուցահանդեսին։ Ծրագրի կարևոր նպատակներից մեկը նաև համայնքային կյանքի ակտիվացումն էր։ Տեղի բնակիչները, հատկապես երիտասարդները ներգրավվել են հանդիպում քննարկումներին, դառնալով այս գեղեցիկ պատմության մի մասը։ Գյուղի բնակիչները արդեն շատ ողջավորված են սպասում նմանատիպ ծրագրերին, որովհետև բազմիցս իրականացվել է նման պրոյեկտներ, արդեն սկսել են պարզ հաղորդակցվել օտարերկրյա մեր գյուղի հյուրերի հետ բնակիչները ու տուրիստներին, ինչպես նաև աշխատանքային այցով ներգրավված հյուրերին շատ հետաքրքիր է գյուղի բնակիչների առօրյան։ Ներկայիս հյուրերը նաև լուսաբանել են ինչպես են մարդիկ Դեպետում իրենց անասուններին խնամում, երեխաները ինչպես են վարում իրենց խաղերը։ Մշակութային այս երկխոսության արդյունքում ստեղծվել են նոր հետաքրքիր լուսանկարներ, որոնք ներկայացնում են Լոռին իր ամբողջ հմայքով։ Ծրագրի մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն նաև միջազգային հարթակներում, աշխարհին պատմելով Հայաստանի մասին։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։